Դեռևս ամիսներ առաջ ընտրությունների պատրաստվող Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, որով կանաչ լույս վառեց բանկերի սև ցուցակներում հայտնված քաղաքացիների համար։ Մարդով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում ա որ տեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Այն մարդիկ, որոնք բանկերից վարկեր էին վերցրել եւ դրանք չէին մարել, ստացան եկամտահարկի հաշվին այդ վարկերը փակելու հնարավորություն։ Այսինքն այն մարդիկ, որոնք պարտաճանաչ էին գտնվել ու մարել էին իրենց վարկերը, ընտրությունների պատրաստվող կառավարության կողմից տեսան անպարտաճանաչության նկատմամբ խրախուսելի վերաբերմունք։ Կառավարության դեկտեմբերի 22-ին նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը որոշել է ավելի շատ մարդկանց տալ վարկ վերցնելու եւ դա պետության հաշվին փակելու հնարավորություն եւ ներկայացրել է որոշման նախագիծ, որով քրեակատարողական ծառայության աշխատակիցները եւս կկարողանան իրենց եկամտահարկը բյուջե վճարելու փոխարեն տալ բանկերին, որպես վարկի մարման գումար։ Ի դեպ, Թորոսյանը որոշել է այդպես խրախուսել այն մարդկանց, որոնք աշխատավարձից զատ ստանում են զգալի հավելավճարներ։ Արսեն Թորոսյանի այս նախագծին դեմ է արտահայտվել ֆինանսների նախարարությունը, նշելով, քրեակատարողական ծառայության աշխատակիցներն աշխատավարձից զատ ստանում են նաև հավելավճարներ, միջինում 250,000 դրամ։ Չնայած ֆինանսների նախարարության դեմ կարծիքին, կառավարությունը Արսեն Թորոսյանի առաջարկն ընդունեց։